Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Եթե շատ կոնկրետ մի քիչ կոպիտ ձևակերպեմ, մշակույթը մի բան է, որ ինձ պետք է քաջալերի ապրել, որ ինձ պետք է քաջալերի լինել լավատես, որ ինձ պետք է լինի ոգևորի, որ ես հաջորդ օրը ոգևորված արդանանամ, գնամ աշխատանքի եւ իմ աշխատանքը լավ անեմ, եւ մշակույթը պետք է ինձ ոգևորի, որ ես ուրիշ մարդկանց հետ հարաբերություններում լինեմ ավելի քաղաքակիրթ։ Իմ աշխատանքի մեջ լինեմ ավելի արտադրողական եւ ես հենց այս պատասխանի համար է էկրանին այս կտորը ցույց տվել, որտեղ մշակույթի հետ հաղորդակցվելը այս գաղափարախոսությունը համարում է երջանկության կարևորագույն ատրիբուտ։ Եվ ինչ նշանակում, որ մարդը լիարժեք չի կարող երջանիկ լինել, եթե ինքը մշակույթի հետ չի հաղորդակցվում։ Լավ, մարդը չի գնում համերգ, մարդը չի գնում թատրոն, մարդը չի գնում ցուցահանդես, մարդը չի գնում սիմպոզիում, չգիտեմ, քանդակի հետ չի առնչվում, նկարչության հետ։ Այս գաղափարախոսությունն ասում է, որ չի կարող այդ պարագայում մարդը լինի լիարժեք երջանիկ։ Եթե նույնիսկ սոցիալական ոչ մի խնդրեմ չունի, կենցաղային բոլոր կարիքները հոգացած են, դրա համար մեր իրականության մեջ ես գիտեք ինչ, ես մի սենց իրավիճակ եմ ուզում նկարագրել, ես շատ հաճախ նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին, որը իմիջիայլստեղից մեր հետագա քաղաքականությունները որոշակիորեն ճշգրտվել են, որ ես գնում եմ որևէ թատրոն կամ որևէ համերգասրահ եւ այլն ներկայացում եւ տեսնում եմ, որ դահլիճը 10, 20, 30, 40%-ով է լիքը, ես հետո ասում եմ դուք բան չեք զգում, դիսկոմֆորտ չեք զգում, եւ գիտեք ինձ միշտ զարմացնում է այն բանը, միշտ զարմացրել է այն պատասխան, երբ որ ասել են հարգելի ասել են դե գիտեք մեր մշակույթը մի քիչ դենց բանա, դենց էլիտար է, ինքը ամեն մեկի համար չի, նենց որ ով որ եկել է, հենց իրանք են հասցեատերը։ Ես այս տեսակետը հասկանում եմ, բայց համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև մշակույթը մարդու համար է, մշակույթը պետք է մարդու կյանքը դարձնի ավելի լավը, որ եթե դահլիճում դատարկ տեղեր կան, իհարկե ուրիշ խնդիր կա, որ կարող է ուրեմն դա ինչքանով է դա մշակույթ, էս էլ է հարց, որտեղ մշակույթը պետք է գնա եւ գտնի իր շահառուին։ Մշակույթը այնքան ուժեղ է, որ ինքը պետք է ինձ վերցնի իմ բազմոցից եւ տանի նստացնի իր բանում, սրահում։ Եվ իմ ընկալած մշակույթը այդպիսին է, ես չեմ ասում, որ դա միանգամից մի գործողությամբ պետք է տեղի ունենա, բայց էլի այ գաղափարախոսական մեր ուղենիշը հետ պետք է լինի։ Դատական համակարգի հետ կապված ըստ էության մեր ամենախոցելի տեղն է, բայց նաև շատ մեծ քննադատում են դրա համար։ Ընդհանուր նրանով, որ խոսք գնաց նաև գույքերի վերադարձի եւ այլնի մասին, դատական համակարգում այսպես ասած կադրային ջարդեր չանելու մասին, բայց միշտ մոռացվում է մի քանի կարևոր հանգամանք։ Օրինակ, որ ասում են թալանչիներին եւ ինչի չենք այս ինչ արել, միշտ մոռացվում է մի հանգամանք, որ հեղափոխությունը տեղի ունեցել մի քանի ֆունդամենտալ կարգախոսների ներքո, որ a. վենդետաներ չեն լինելու, b. սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է, եւ G. բոլորը պետք է ունենան իրանց շանսը այս նոր իրականության կամ հեղափոխությունից հետո։ Այսինքն ինքը ու կա այստեղ երկու կարևոր հանգամանք, ինքը ոչ միայն բաժանարար գծերի հեղափոխություն չի եղել, բայց եթե ինքը այս կարգախոսներով չլներ, ինքը տեղի չէր ունենա։ Որտեղ եթե մենք ասեինք օրինակ վենդետա ենք անելու, այս ենք անելու, ենք անելու, չէր լինելու հեղափոխություն, որովհետև դրանից առաջ այդ կարգախոսների ներքո շատ փորձեր են եղել անելու հեղափոխություն, որտեղ մեր ժողովուրդը իրականում չի սիրում բռնությունը եւ չի սիրում որևէ մեր ժողովուրդը սիրում է կարգը։ Նույնիսկ այն մարդիկ, որ մեզ հիմա բան են անում, հայհոյում են, որ մենք չեն գնացել մտել տներով ունեցվածքներ լցրել ճամպրուկների մեջ տարել,
Մեկը ես չեմ հավատում, որ իրանք սիրում են համաձայնեն բեսպրեդելին։ Ես դա բացառում եմ։ Կամ կարող է կարա մարդիկ պահի տակ ջղայնացած ասեն, բայց մեկը խորքում իրանք չեն սիրում բեսպրեդելը եւ իրանք ուղղակի ուրիշ բան, իրանք կարող է մտածում են, որ ստեղ կուլիսային պայմանավորվածություններ ա տեղի ունեցել, դրանից ներվայնանում են, դա ուրիշ բան է։ Բայց որ այդ խնդիրները ինչ որ դուք նշում եք, մենք ունենք, ես ասացի, իրոք բարես չգիտեմ կհավատաք թե չեք հավատա, բայց ես այդ մոտավորապես ձեր ասացի նման տեքստեր, փակ քննարկումներում շատ հաճախ եմ ասում եւ երբեմն նույնիսկ ասում եմ, որ ես հասկանում եմ, որ սա այն տեղերից է, որ ես շատ կոնկրետ լուծումներ չեմ պատկերացնում։ Ես անդադ կոչ եմ անում, խնդրում եմ մեր գործընկերներին, ասում եմ, մտածեք, առաջարկ տվեք, ինչ անենք, ինչ։ Եվ այդտեղ է, որ այո, կան գործընկերներ, որոնք ասում են հանդարտվեք, ասում են հանդարտվեք, սենց արնելու։ Այո, այդ բոլոր խնդիրներով սենց արնելու, պետք է բան անենք, պետք է քայլենք, մաղվենք, բայց այդ ընթացքում ինչքան մարդ կհիասթափվի, այդ ընթացքում ինչքան մարդ կտուժի, այդ ընթացքում ինչքան մարդ անարդար հետապնդման կենթարկվի, ինչքան մարդ անարդար կերպով հետապնդման չի ենթարկվի, այս հարվածները, որ մենք պետք է կրենք, ես դա հասկանում եմ, եւ այո, եւ դրա համար է, որ ես մեր դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ խոսալիս միշտ եմ ասում եմ, ժողովուրդ, ձեզ չտվա թե ես դատական իշխանության բաներին, գործերին խառնվելու այդ միտումը ունեմ, խառնվողը նեին գլխից ենա դրվածքը դրածեր կգա, այդ դրվածքի գլխին կնստեի, կասեի, հիմա սենց է։ Պրոբլեմն ուրիշ տեղ, ասում եմ, ոչ Հայաստանի ժողովուրդը շատ քիչ դատավորների անուն գիտի, շատ քիչ դատախազների անուն գիտի, շատ քիչ քննիչների անուն գիտի, բայց այդ բոլորի փոխարեն գիտի իմ անունը տեղը հասցեն։ Եվ մի բան էլ, եւ ոչ թե մի բան էլ, հələ գիտի, որ ինքն է ինձ բերել դրել ստեղ, որ ես այդ հարցերը լուծեմ։ Եթե այդ հարցերը լուծված չեն, իրա չի հետաքրում, որ դատական անկախություն, իրավունք թե օրենք, ընդհանրապես ոչ մի բան չի հետաքրում, ինքը ասում է, դու պետք է ինձ պատասխան տաս, իմ հարցը քեզ է եւ դու պետք է պատասխան տաս։ Եվ սա ֆունդամենտալ խնդիր է, որ էլի գաղափարախոսական մակարդակում մենք պետք է բան անենք, որովհետեւ արդարությունը բարեկեցության մաս է։ Չի կարող մարդը երջանիկ լինի, չի կարող մարդը բարեկեցիկ լինի, եթե ինքը համարում է, որ ինքը ապրում է անարդար միջավայրում։ Կարող է նույնիսկ թատրոն գնա եւ ցուցահանդես գնա, կարող է աշխատավարձ ունենա, բայց եթե ինքը իր զգացողությունն ունենա, որ ինքը անարդար եւ ապօրինի միջավայրում է ապրում, ինքը չի կարող լավ զգալ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, եւ այստեղ մենք գաղափարախոսական մակարդակում պետք է լուծենք։ Եվ կարծում եմ նաեւ նոր սահմանադրությունը այն գործիքներից մեկն է, որով գուցե պետք է մենք ինչ որ հետևություններ անենք եւ ինչ որ խորը ինստիտուտ, օրինակ տենց թեմա կա, որ կարող է մեր դատական համակարգում ընտրովի ինչ որ process-ներ պետք է տեղի ունենան։ Այդ գաղափարներ կա, գիտեք, մեր իրականության մեջ ահավոր մեծ հոռետեսություն կա, բայց ես հիմա որ դուք անդրադարձաք, ես ասեմ ինչ եմ արձագանքել դրան, որ ասում են դե մենք փուճուր երկիր ենք, բոլորը բոլորին հազար ձևով կապված է, ասում եմ լսեք, հանրությունը պետք է լինի արդարադատության հեղինակը, եթե ինքը մտածում է տենց, այդ եմ ասում, որովհետև մեր արդարության խնդրումը շատ դեպքերում էլի արդարության եւ արդարադատության խնդրումը այն է, որ ինքը ոչ թե սխալ է, ինքը էլի օրգանական կապ չունի ժողովրդի հետ, իրավունքի աղբյուրի հետ օրգանական կապ չունի։ Որովհետև ես ինչ եմ ասում եմ Ժորժ ջան, մեր դատական համակարգին, ասում եմ եկեք ստանդարտ դնենք։ Ես չեմ ասում, որ եւ հիմա իմ գաղափարն է, որ մեր վճռաբեկ դատանը նախադեպերով պետքա կառուցի, որ խնդիրն այն չի, որ խնդիրն է, որ արդարությունը մի դեպքում մի կերպ աշխատում, երկրորդ դեպքում մի կերպ։ Եթե ինքը նույնիսկ բոլոր դեպքերում անարդար աշխատի, բայց բոլոր դեպքերում, բոլորի համար, անկախ նրանից թե ում հետ է, անարդար բառից, այսինքն ճշգրիտ չլինի։ Մեկը մարդիկ հաշտ կնեն դրա հետ, որովհետև կասեն սա ստանդարտ է, կապ չունի մարդու ազգանունը, ազգանունը, սոցիալական, բոլոր դեպքերում այս գործողությունը բերում է այս ռեակցիային
եւ հետեւաբար ձեր ասած խնդիրը մեկը էլի օրգանական կապի մասին է, որ հանուտ, ասում է, հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն թարգմանաբար նշանակում Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետություն ով է, Հայաստանի Հանրապետություն էլի այստեղ մի հատ էլի լրացում կա, էկրանին եմ ձեր ուշադրությունը հրավիրում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես, Հայաստանի Հանրապետությունը դու ես, այսինքն հանուն Հայաստանի Հանրապետության նշանակում է այդ վճիռը քաղաքացու անունից է, բայց քաղաքացին ասում է մի րոպե, այդ իմը չի, այդ իմ վճիռը չի, ստեղ է, որ այդ խզումը առաջանում է, եւ այդ խզումը լցնելը ֆունդամենտալ շատ կարևոր հարց է։